Շատերը ուզում են նույն Նիկոլ Փաշինյանի ասած գնդակահարության պատի տակ նրան տեսնել։ Ես վստահ եմ, որ այն ինչ որ կուտակվել է մարդկանց մեջ մեկ անուն ունի, դա արդարացի անհանդուրժողականությունն է, որովհետև չես կարող սեփական քաղաքացու արժանապատվությունը անդադար նվաստացնել, ծաղրել իր պատմական ժառանգությունը, ծաղրել ողբերգությունը, ինչու Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը չեն նախաձեռնում Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես կարող եմ խոսել իմ եւ պատիվ ունեմ խմբակցության անունից միայն շատ պարզ պատճառով, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցությունը, որտեղ մեծամասնությունը հիմա հանրապետականն է, ինչպես արդեն նշեցի, չունեն իրենց վարչապետի թեկնածու։ Եթե Հայաստան խմբակցությունը նախաձեռնի եւ օրինակ վարչապետի թեկնածու ներկայացնի Ռոբերտ Քոչարյանին կամ նրա որդուն, հանրապետականը կլինի, այսինքն կմտնի այդ գործընթացի մեջ, կլինի այդ գործընթացի։ Հանրապետական կուսակցության պատգամավորները բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ խոսք է գնացել իմպիչմենտի մասին, մեզ մեկ անգամ է այդ թուղթը տվել ստորագրվելու եւ այդ թուղթը ստորագրվել է հետեւյալ բառերով եւ տրամաբանությամբ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ում անունը ուզում եք գրեք, մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյան վարչապետ, մեզ համար ամոթ է Նիկոլ Փաշինյան վարչապետ, իր հանցավոր խումբը այդ կապիտուլյանտների եւ ավանտյուրիստների պիտի իրավական պատասխանատվության ենթարկվի։ Ինչ վերաբերվում է այդ զրացող էշի համեմատությանը, որ բոլորը արձագանքում եւ անդրադառնում են, շատ մարդիկ, ովքեր որ հիմա անդինության շրջանակներում են, իրենց չեն կարողանում ներել են փաստը, որ այդ էշին իրենք շատ հաճախ 2018-ից սկսած գուրգուրել են, փորձել են նստել այդ էշի վրա։ Այդ էշը չի թույլ տվել, որ նստեն իր վրա, որտեղ այլ դավաճանական ծրագրերով էր եկել, իրենց քացի է տվել։ Հիմա որոշել են, որ այդ էշին արդեն կարող են ուղղակի խմբագրել իրենց անցյալը, ասել մենք այդ էշին մոտ չենք եկել կյանքում, չնայած այդ էշին պաշտպանում էին այն ժամանակ հանրապետականը։ Միգուցե նաև այս անհավասարակշիռ վիճակը եւ իշխանության եւ որոշ ընդդիմադիր իրենց անվանող անձանց շրջանակներում տարածվում է նաև նրանից, որ իրենք չեն կարողացել նաև այդ նպատակին հասնել 2018-ին։ Այսինքն իրենք հիմա բարեհաջող ճանապարհ են ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս։ Հանրապետական կուսակցությանը ես կարծում եմ մենք այս տարիների ընթացքում մեզ համար գոնե թե ամենադժվար քաղաքական իմաստով եւ որպես թիմ, որպես կառույց անցել ենք ու եթե 18 թվականին չեն կարողացել ճանապարհել, ապա 25-ին հաստատ չեն ճանապարհի։